Կատարելագործում ենք պատիվ պայմանական վաղակետ ազատելու ինստիտուտը եւ բազմիցս ինձ ուղղվել է հարց, թե համաներում լինելու է թե ոչ, ես ասել եմ ոչ, փոխարենը կենտրոնանում ենք անհատականացնող մեթոդների վրա, այսինքն անձանց անհատականացնող եւ անհատական մոտեցում ցուցաբերելու ունակ մեթոդների վրա եւ պատիվ պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը հենց այս մեթոդներից է եւ մենք լավարկելու ենք մեր զեկույցների որակը, ինչը նաև հնարավորություն է տալու դատարաններին ավելի հաճախ կիրառել այս ինստիտուտը եւ համեմատության համար ուզում եմ նշել, որ այս տարի արդեն բավական դերական ցուցանիշ ունենք այս առումով, եթե չեմ սխալվում, այս տարի պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 170 անձ, նախորդ տարի ազատվել էին 138-ը, այսինքն վերջին ամիս եթե չեմ սխալվում, մեկ դեպք պետք է որ լիներ, բայց նախորդիվ 5-ից ավել ցմահ ազատազրկվածներ ազատվել էին պատժից պայմանական վաղակետ, բայց մի բան ներողություն չեմ ավարտել, հիմա ավարտեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ։ Թելնել կտրվեց ցմահ ազատազրկվածների հետ կապված եւ ոչ միայն ցմահ ազատազրկվածների հետ կապված, այլ բոլոր պատիժ կրող անձանց հետ կապված անհատական մոտեցումը ենթադրում է նաեւ պատժի կրման պայմանների բարելավում գոտիների փոփոխության միջոցով, անվտանգության գոտիների մասին է խոսքը եւ այս տարի ցուցանիշները բավականին դրական են։ Այսինքն տասնյակից ավել որոշումներ են կայացվել հօգուտ պատիժ կրող անձանց գոտիների տեղափոխման հետ կապված եւ այս քաղաքականությունը մենք շարունակելու ենք միանշանակ, այսինքն անազատության մեջ գտնվող անձանց դրական վարքագծի պարագայում միանշանակ նրանք հավակնելու են, որպեսզի իրենց անվտանգային գոտիները ավելի հեշտ եւ արագ փոփոխվեն։ Իհարկե արագությունը արդեն օրենսդրության հնարավորությունների սահմաններում է։ Այսօր քրեակատարական հիմնարկներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը կալանավոր եւ 1463-ը դատապարտյալ, այսինքն վերջին 5 տարիների ներողություն, վերջին 5 տարիների կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը ավել է, քան կալանավորների թիվը, արդեն 57-ով։ Սա բավականին դրական ցուցանիշ է, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է եւ փոխարենը ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ, այսինքն սա նշանակում է պրոցեսների արագացման մասին։ Եվ հոսունության մասին եմ ուզում ձեզ տվյալ տրամադրել, տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ երբ հայտնում են քրեակատարական հիմնարկում, այնտեղից դուրս չեն գալիս կամ շատ ուշ են դուրս գալիս։ Ես միայն նախորդ տարվա ցուցանիշը ձեզ կներկայացնեմ։ Նախորդ տարի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ, եթե համատենք 2024 թվականի հետ, ապա 2024-ին 2064-ն է եղել այդ թիվը, եւ ՔԿՀ-ից դուրս է եկել, քրեակատարական հիմնարկներից դուրս է եկել 2396 անձ։ Այսինքն ըստ էության ամեն տարի մենք նույն թվով անձանց մուտք ու անձանց ելք ենք ունենում։ Իհարկե դրանց մեջ կան մարդիկ, որոնք տևական ժամանակով պատիժ կամ կալանք են կրում, բայց հոսունությունը բավականին մեծ է։ Ու սա շատ կարևոր թվական ցուցանիշ է, որի մասին դուք եւ նաեւ մեր քաղաքացիները պետք է տեղյակ լինենք։ Այսինքն սա նաեւ խոսում է այն մեծ աշխատանքի մասին, որ բոլոր մարմիններն են իրականացնում։ Որ մենք անընդհատ ասում ենք, որ դատապարտյալների ու կալանավորների թիվը 2500-ից ավել է կամ 2800 է, դա մշտապես փոփոխվող թիվ է եւ մշտապես կամ հիմնականում վերաբերում է տարբեր անձանց եւ ոչ թե նույն անձանց։